Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Եկատերինբուրգում է։ Վարչապետը Եկատերինբուրգում մասնակցել է Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինը, Բելարուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Երկրների վարչապետները նախ շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված արտադրանքին։ У нас на этих МПК, которые у нас Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել նաև ելույթով։ Իր ելույթում մասնավորապես նշել է, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7%, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում 13%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է 2 անգամ։ Եկատերինբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Փաշինյանը հանդիպման բաց հատվածում նշել է, որ սա լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը։ Իսկ ընտրություններից հետո, ինչպես ասում են, լավ հնարավորություն է ճշտել ժամացույցները։ Վերջերս ի հայտ են եկել մի շարք խնդրահարույց հարցեր։ Իհարկե հույսով եմ, որ մենք քննարկենք եւ կլուծենք այդ հարցերը, թե ընտրություններից առաջ եւ թե ընտրություններից հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ իհարկե մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությամբ, շեշտել է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է ապահովել, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի մեխանիզմները գործեն ինչպես նախատեսված են։ Շատ շնորհակալ եմ Միխայել Վլադիմիրի, նախ եւ առաջ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել Ինոպրոմ ցուցահանդեսի հաջող անցկացման կապակցությամբ, շնորհակալություն հրավերի համար։ Իհարկե այս հանդիպումը շատ լավ առիթ է մեր հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը քննարկելու համար եւ ընտրություններից հետո սա իրոք լավ առիթ է, ինչպես ասում են, ժամացույցները ճշգրտելու համար։ Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր, իհարկե հույս ունեմ, որ մենք կքննարկենք եւ կլուծենք այդ հարցերը։ Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը եւ անշուշտ մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության մեր անդամակցությամբ եւ շահագրգռված ենք, որպեսզի այդ մեխանիզմները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրերով, գործեն պլանային ռեժիմով եւ ես կարծում եմ, որ դա բխում է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման շահերից։ Իհարկե, ինչպես արդեն ասացի, մենք կառուցողական ենք տրամադրված քննարկելու եւ բարձաբանելու բոլոր հարցերն ու բոլոր նրբությունները եւ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր։ Շատ շնորհակալ եմ։ Միխայել Միշուստինը ողջունելով Նիկոլ Փաշինյանին նշել է, որ Ռուսաստան այցը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է։ Մենք հույս ունենք, որ ընտրությունների արդյունքներից հետո ձևավորված նոր կառավարությունը կապահովի մեր հարաբերությունների զարգացումը եւ ռուս-հայկական հարաբերությունների առաջընթացը, բարեկամության, բարիդրացիության, փոխադարձարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու ոգով։ Միշուստինի խոսքով, չնայած համաշխարհային տնտեսության անկայունությանը, Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար արտաքին առևտրային գործընկերը եւ ներդրողը։ Բարի օր հարգելի Նիկոլ Վովայի, հարգարժան գործընկերներ, բարեկամներ։ Ռուսաստան այցելությունը ձեր առաջին արտասահմանյան ուղևորությունն է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Ակնկալում ենք, որ կառավարությունը, որը կձևավորվի քվեարկության եւ ընտրությունների արդյունքներով, կապահովի մեր հարաբերությունների զարգացումը, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների առաջընթացը, բարեկամությունը, բարիդրացիությունը, փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու ոգով։ Չնայած համաշխարհային տնտեսությունը տուրբուլենտություն է ապրում, Ռուսաստանը առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերության եւ ներդրումների շարքում։ Հայրենական ընկերությունները ակտիվորեն աշխատում են Հայաստանի հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի, այդ թվում նաև խաղաղ ատոմի, ինչպես նաև թվային տնտեսության ոլորտներում։ Շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար եւ ապահովի նրանց իրավունքներն ու օրինական շահերի պահպանումը։ Փոխգործակցության բոլոր հարցերը քննվում են մեր միջկառավարական հանձնաժողովի մշտական վերահսկողության ներքո, որը մեր կողմից գլխավորում են փոխվարչապետերը։ Այսօր մենք ձեզ հետ միասին մասնակցում ենք Ռուսաստանում խոշորագույն Ինոպրոմ ցուցահանդեսին, ծանոթանում ենք արդյունաբերության, մեքենաշինության, գիտատեխնիկական մշակումների ոլորտի ամենաժամանակակից լուծումներին եւ վստահ եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները եւս այստեղ կգտնեն համատեղ նախագծեր, համատեղ արտադրության հնարավորություններ եւ կհաստատեն կոոպերացիա։ Դա հատկապես կարևոր է անել, հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների մասնակցությունը։ Մենք կարևորում ենք մեր հայ գործընկերների հետ մշակութային եւ հումանիտար համագործակցությունը եւս։ Առաջարկում ենք շարունակել մշակութային օրերի, ցուցահանդեսների, փառատոների անցկացման ավանդույթները, ամրապնդել կրթական, երիտասարդական միջոցառումները, ցուցահանդեսներն ու համաժողովները։ Լավ հնարավորություններ կան նաեւ մեր ուղակի միջտարածաշրջանային կապերի ընդլայնման համար։ Պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նաեւ երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ համալիրը։ Թեմային անդրադարձ ենք կատարել նաև մեր վերլուծական բաժնում, բայց չթողնեք այն մեր թողարկումից անմիջապես հետո։ Գանք այլ թեմաների։ Վաղ առավոտից խոզարկություններ են իրականացվում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։ Նախնական տեղեկություններով խոզարկություններ են անցկացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։ Այս պահին լայնածավալ խոզարկություններ են իրականացվում Multigroup կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում, հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետ Ատոնոյանը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ վարույթային գործողություններ։ Քննչական կոմիտեում քննվող 1 տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խոզարկություններ։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման։ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը։ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող 1 ավտոկայանատեղին ամբողջությամբ։ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող 1 ավտոկայանատեղի 38%-ը, բանկում ներդրված ընդհանուր 202 միլիոն 998 հազար դրամ ավանդներ, այդ ավանդներից կուտակված ընդհանուր 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների եւ ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները 352 միլիոն 438 հազար դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան եւ Գյումրի համայնքներում Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը։ Մասնավորապես ներկայացվել են Երևանում եւ Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից եւ ունեն կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը։
Անդրադարձ է կատարվել նաև հանրային ներդրումային կոմիտեի 8-րդ նիստում հաստատված մետրոպոլիտենի զարգացման և արդիականացման ուղղված ծրագրերին, այդ թվում կայարանների կառուցում, էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում։ 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջայցերի ընթացքը ավելի ակնհայտ դարձնեց, որ մենք Երևանում և Գյումրիում կառավարության ներդրումները ավելի հասցեական դարձնելու անհրաժեշտություն ունենք և նաև որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, և սա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ թե Երևանի, թե Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր այնուամենայնիվ որոշակի ժամանակ է կորսվել և այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում և անհրաժեշտ կառավարության կողմից և ես հանձնարարական եմ տվել, որպեսզի մեր գործընկերները տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ աշխատեն, որպեսզի մենք ավելի կոնկրետ պատկերացնենք, թե ինչ ծրագրեր իրականացնենք Երևանում և Գյումրիում, որպեսզի իմ նշած խնդիրը առավել արդյունավետ ձևով լուծենք։ Կոնդ թաղամասի քաղաքաշինական միջավայրի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետիոտնային և ավտոմոբիլային ճանապարհների և ինժեներական ենթակառուցվածքների կառուցում, արտաքին լուսավորության, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ Նախատեսվում է մեկնարկել նախագծային և վերակառուցվող հատվածների իրացման գործընթացները։ Երևանի, Գյումրիի և Վանաձորի մասով, ինչպես գիտեք, պարոն վարչապետ, 24-ժամյա ժամանակահարման ապահովումը կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր հանձնառություններից մեկն է։ Երևանում հաշվի առնելով համակարգի ծավալը պահանջվում են ամենախոշոր ներդրումները, դրանք երկու ուղղությամբ են հիմնականում նախատեսվում իրականացնել, մեկը կորուստների նվազեցման, համակարգի արդիականացման միջոցով և նաև պահանջարկի ավելացման պայմանավորված նոր ջրաղբյուրների ներգրավման և տեղափոխման ուղղությամբ իրականացվող ներդրումներով, որոնք գնահատվում են 30.5 միլիարդ դրամ նախնական գնահատմամբ։ Տարեկան մինչև 50 կիլոմետր երկարությամբ ճանապարհաշինական աշխատանքների մասով նույնպես այստեղ առկա է ձեր հանձնարարականը, դրանք ներառել ՏԿՆ-ի կողմից իրականացվող 500 կիլոմետր ճանապարհաշինական ծրագրերի ցանկում և արդեն իսկ նախարարության և համայնքի գործընկերների հետ իրականացվում է 27 թվականի աշխատանքների պլանավորումը և նաև 26 թվականին որոշակի չափով միջին նորոգման աշխատանքներ ևս նախատեսվում են և այստեղ ինդիկատիվ բյուջե ենք նաև ֆիքսել մոտ տարեկան 12.5 միլիարդ դրամ, որը հիմնված է 1 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման միջին արժեքի վրա։ Մետրոպոլիտենի զարգացումը և արդիականացումը կարևոր ռազմավարական ուղղություն է և այս մասով արդեն իսկ հանրային ներդրումային կոմիտեի կողմից հաստատված ծրագրերը Աջափնյակի կայարանի կառուցումը և մետրոյի արդիականացման ծրագրերն առկա են ընդհանուր 158 միլիարդ դրամ նախնական գնահատված արժեքով, նախատեսվում է նաև Սուրմալու կայարանի կառուցումը, որը արդեն իրականացվելու է քաղաքաշինական ներդրումային ծրագրի շրջանակներում։ Կարևոր ուղղությունն է նաև էլեկտրական քաղաքային լուծումների և շարժունակության խթանման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է մինչև 250 միավոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում, ենթակառուցվածքների վերակառուցում, վերազինում և ընդհանուր տրանսպորտի առանձնացված երթուղիների ձևավորում։ Այս ծրագրի շրջանակներում նաև ներառված է 230 հեկտար մակերեսով Դալմայի քաղաքային անտառ-պուրակի կառուցումը ընդհանուր տրամաբանության մեջ, քաղաքային շարժունակության խթանման և էլեկտրական բնապահպանական լուծումների տրամաբանության մեջ, ծրագրի նախնական ֆինանսական գնահատական 96 միլիարդ դրամ և սա նույնպես արդեն իսկ հաստատված ծրագիր է հանրային ներդրումային կոմիտեի շրջանակներում։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում վթարային շենքերի խնդիրներին, նշվել է, որ առկա են մի քանի վթարային շենքեր, որոնց մասով տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա, հաշվի առնելով դրանցից որոշների պատմամշակութային նշանակությունը։ Ներկայացվել է նաև
Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի նորոգման հարցը։ Նշվել է, որ 25 կիլոմետր ճանապարհաշինարարական աշխատանքներին զուգահեռ առաջարկվում է նաև դիտարկել քաղաքի երկու բանոկ մասերն իրար կապող միակ խիստ երթևեկությամբ կամուրջը, որը կարևոր նշանակություն ունի քաղաքի համար։ Անդրադարձ է կատարվել նաև Գյումրու ավտոկայանի կառուցման խնդրին։ Քննարկման շրջանակում ներկայացվել են որոշ դիտարկումներ Երևանում եւ Գյումրիում առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ։ Անցնելով Գյումրիին դարձյալ 24-ժամյա ջրամատակարարման խնդիրը նախընտրական ծրագրով ամրագրված, ի տարբերություն Երևանի, այստեղ շատ մեծ ներդրումներ չեն պահանջվում, որտեղ 24-ժամյա ջրամատակարարումը փաստացի առկա է, սակայն համակարգի կայունության եւ արդիականությունը պահպանելու տեսանկյունից գործընկերները գնահատել են մոտ 700 միլիոն դրամի ներդրումների իրականացման անհրաժեշտություն։ Զբոսաշրջային կլաստերի ստեղծումը, որը ևս բխում է նախընտրական ծրագրից, պես մասով էկոնոմիկայի նախարարությունը տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրով վերջին տարիներին արդեն իսկ 6.6 միլիարդ դրամի արժողությամբ ծրագրեր իրականացրել է եւ առաջիկա տարիների համար արդեն Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագրի շրջանակներում Գյումրու կլաստերի համար առանձնացված է 16.5 միլիոն դոլարի չափով ծրագրեր եւ այս մասով առաջարկությունը հետեւյալն է, որպեսզի այս ծրագրերում որոշակի վերանայումներ եւ վերադասավորումներ իրականացվեն եւ համապատասխանեցվեն քաղաքի համաչափ զարգացման ռազմավարությանը եւ զբոսաշրջային հոսքերի առավել արդյունավետ բաշխման նպատակին, դրանք են Հաղթանակի զբոսայգու, Կենտրոնական շուկայի եւ Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգման ծրագրերը։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը ավարտվել է։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար։ Հիշեցնենք, հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Մուլտիգրուպ կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել, ապա տեղափոխվել էր քննչական կոմիտե։ Կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, թե ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։ Փողոցային պայքար անպայման կլինի, այն մեկ անգամ տեղի կունենա եւ կլինի վերջնական։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 7-ին հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով անօրինականությունը շարունակվում է եւ վերջին տարիներին Հայաստանում ներդրումներ չեն իրականացվել։ Սամվել Կարապետյանը հիշեցրել է, որ ընդդիմությունը հայտարարել է միասնական համակարգող մարմին ձևավորելու մտադրության մասին։ Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար դրա վտանգը իրենք չեն տեսնում, ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին ներդրողներին, թե արտաքին ներդրողներին, այդ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Այն մարդու չուճելներն էլ գողացան, հիմա ինչ կա։ Առուսներին է քնացրին։ Առուսներին էլ քնացրին։ Դա առուսներին ոչինչ, հետները կտանեն ազգային ժողով, կզարթնացնենք տանեն ազգային ժողով։ Չուճելները չհասկացա։ Պարոն Կարապետյան, նախատեսվում է միասնական հանդիպում։ Հարց էի տալիս։ Հնարավոր է, որ փողոցային պայքար։ Մենք ասել եմ, փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ։ Եվ վերջնական։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները և ցորենի արտադրության խթանման հնարավորությունները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել ցորենի արտադրության և ներմուծման ծավալների, ինքնաբավարարության մակարդակի, ցորենի բերքատվության ցուցանիշների վերլուծության վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև արտադրության հիմնական խնդիրներին, ցորենի որակի և պահեստավորման գնահատմանը։
Վերլուծության արդյունքների եւ արձանագրված խնդիրների ներկայացումից հետո էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել բարձրացված հարցերի լուծման ուղղված առաջարկություններով։ Քննարկման ընթացքում կարևորվել է ցորենի արժեշղթայի կատարելագործման ուղղված գործուն մեխանիզմների ներդրումը եւ ոլորտում առկա զարգացումներին եւ նորագույն միտումներին համապատասխան քայլերի ձեռնարկումը։ Ընդգծվել է նաև ցորենի ինտենսիվ մշակութային ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը։ Շեշտելով ցորենի արտադրության խթանման կարևորությունը, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին քարտեզագրել ցորենի մշակման համար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ եւ ներկայացնել քննարկման։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից ստացել էր պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որոշների դեպքում էլ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ։ Հանձնաժողովը այսօր հերթական նիստում որոշել է դրանք վերադարձնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը։ Միջնորդությունները վերաբերել են Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Լևոն Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մհեր Աղամյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Սասուն Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հարցը քննարկվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 8-ի հերթական նիստում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 106 թեկնածուների գրանցումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ դիմումները ներկայացվել են օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում եւս 2 անձ կալանավորվել է, հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, Multigroup կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Հուլիսի 7-ին Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ավելի ուշ հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը։ Ավելի ուշ տարածվել էր գործին առնչվող տեսանյութ անձին փաստացի ազատությունից զրկելու պահը ներկայացնող կադրերով, ինչի առնչությամբ ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների վերջինս ի սկզբանե չի ցուցադրել
ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել Հայաստանի Հանրապետության ԱՆ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը։ Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային դեր ունեն իրավախախտումների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի հարցերում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու հարցում։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում այսօր կայացավ դեսպանի մամուլի ասուլիսը, մինչև վերջին պահը հանուն հայրենիքի թեմայով, որը նվիրված էր Իրանի նահատակ առաջնորդի այաթոլլա Ալի Խամենեի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին։ Դեսպանը նշեց, որ Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեի հրաժեշտի արարողություններին ամենաբարձր մակարդակով մասնակցել են 41 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, տարածաշրջանային և միջազգային 4 կազմակերպությունների ղեկավարներ։ Հայաստանում Իրանի դեսպանը անդրադարձել է այն փաստին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցել Իրանի նահատակված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը։ Մեր հարևան և բարեկամ երկրից Հայաստանի Հանրապետությունից տեսանք վարչապետի մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարության բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի վերջին հրաժեշտի արարողությանը։ Դա խոսում է երկու երկրների միջև հարատև կապի և առանձնահատուկ հարաբերությունների բնույթի մասին։ Հարկ եմ համարում իմ շնորհակալությունը և երախտիկի խոսքը հայտնել հայկական պատվիրակության ներկայության համար, դա ևս մեկ անգամ հավաստում է երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը, ժողովուրդների միջև առկա մարդկային կապերը և այս կապերն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու անհրաժեշտությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ հոգևոր առաջնորդը յուրահատուկ հարգանքով էր վերաբերում նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին և օգտագործում էր ամեն առիթ այդ ընտանիքներին այցեր կատարելու համար, հատկապես այն ընտանիքներին, որոնց զավակները զոհվել են Իրան-Իրաքյան պատերազմում։ Դա հատուկ կերպով ընդգծում է հայ-իրանական բարեկամության կարևորությունը։ Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի այցին, ես որպես Իրանի քաղաքացի կարող եմ ասել, որ մեր ակնկալիքն էր, որպեսզի Ալիևն ու Էրդողանը անձամբ ներկա գտնվեին այդ միջոցառմանը։ Այդուհանդերձ թուրքական կողմից ներկա էր փոխնախագահը, իսկ ադրբեջանական կողմից այդ երկրի խորհրդարանի նախագահը։ Ամեն դեպքում այդ փաստը կարձանագրվի պատմության հիշողության մեջ։ Ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպանը խոսել է նաև ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին, նշելով, որ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ուղղությամբ Իրանի ցանկությունը և կամքը շատ լուրջ է և վճռական։ Անցյալ շաբաթ մեծարգո Նիկոլ Փաշինյանը Իրանում հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Փեզեշքյանի հետ։ Այս հանդիպման շրջանակում պարոն Փեզեշքյանը ևս մեկ անգամ ընդգծեց կարևորությունը և հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը, ուստի կարող ենք ասել, որ Իրանը իր կողմից շարունակ հետամուտ է աշխատելու և քայլեր ձեռնարկելու ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրմանը և վճռական կերպով շարունակում է այդ ճանապարհի քայլեր ձեռնարկելը։ Ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա այս պահին աշխատում ենք և տեքստը ուսումնասիրության և կազմման փուլում է։ Հուսով ենք հնարավորինս արագ այդ փուլը կավարտենք և կսկսենք աշխատանքները ստորագրման ուղղությամբ։ Հնարավորինս պետք է աշխատենք այդ փաստաթղթի ամփոփման և վերջնական տեսքի բերման համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ սիրով կողջունի Հայաստանի մեծարգո վարչապետ Նիկոլ
Նիկոլ Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ կկարողանան արդեն ստորագրել այդ փաստաթուղթը։ Նաև կարծում եմ, որ այդ փաստաթղթով նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում եւ նոր պատուհան կբացվի հետագա համագործակցության համար, այդ թվում տարբեր ոլորտներում թե քաղաքական, թե անվտանգության եւ թե ներդրումների, նաև պաշտպանական, հստակ ուղենիշներ կդրվեն համագործակցության հետագա ուղղությունների համար։ Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է եղել 39 հարց, եւ նիստի արդյունքներով կառավարությունն էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնի 3 միլիարդ 140 միլիոն դրամ արտահանման աջակցության ծրագրերի շրջանակում հունիս ամսվա ընթացքում առաջացած պարտավորությունները կատարելու համար։ Հարցը կառավարության նիստում զեկուցեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ինչպես հայտնի է, դեռևս հունիս ամսվա սկզբին կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն ենք տալիս, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ եւ սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ։ Կառավարության այս որոշման նպատակն է ծրագրի արդյունքում առաջացած հունիս ամսվա պարտավորությունների կատարումը մեր արտահանողների նկատմամբ, այսինքն իրենք արտահանել են, մենք իրենց պետք է ֆինանսական աջակցությունը այժմ տրամադրենք։ Միջոցառման իրականացման համար հունիս ամսին առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել ընդհանուր առմամբ 3 միլիարդ 140 միլիոն դրամ։ Այսքանը, պարոն վարչապետ, հարցեր լինենք պատասխանեմ։ Այսինքն այդ փոխհատուցման թիվը այդ նշանակում է, որ արտահանման ծավալները ահագին մեծ են, որովհետև 3 միլիարդը այդ արդեն բավականին մեծ թիվ է, ճիշտ եմ հասկանում, պարոն։ Այո, պարոն վարչապետ, եւ իմ ձեռքի տակ կա երկու տեսակի վիճակագրություն, հունիս ամսվան առանձին եւ հունիս-հուլիս մինչ այս պահը։ Հունիս ամսվան առանձին եթե ներկայացնեմ, ապա արտահանել ենք 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1.5 միլիոն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230,000 լիտր շշալցված խաղողի գինի, 1.3 միլիոն լիտր հաշվարկով եւ այսպես շարունակ։ Շատ լավ, այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ մեր տնտեսության ոլորտում բալանսավորման քաղաքականությունը ընթացքի մեջ է։ Իհարկե պարզ է, որ դա մի գործողությամբ եւ ամբողջական ծավալով չի լինելու, բայց կարևոր է, որ եւ նաեւ մեխանիզմը եւ թվաբանությունը, որովհետեւ 3 միլիարդ մի ամսվանն է դա։ Այսինքն մի ամսվա ընթացքում 3 միլիարդ այդ նշանակում է, որ արդեն արտահանումը շատ ծավալուն էական ծավալներ է ձեռք բերում եւ սա կարևոր արձանագրում է։ Կառավարությունը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման եւ դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը։ Հարցը կառավարության նիստում զեկուցեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Նրա խոսքով բոնուսային համակարգը նախատեսված է ապահովագրված անձանց առողջ ապրելակերպը խրախուսելու համար։ Ձեր ներկայացված կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով առողջության համընդհանուր ապահովագրության օրենքի դրույթները։ Ինչպես հիշում եք, մենք օրենքով սահմանել էինք, որ ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվեն բոնուսային միավորներ, եթե տվյալ տարվա ընթացքում վերջինիս անունով բացի կանխարգելիչ ծառայությունից, այսինքն սկրինինգներից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել։ Այս դեպքում արդեն տարվա ավարտից հետո անձի բոնուսային հաշվին փոխանցում են նախնական բոնուսային միավորները։ Միաժամանակ նաև հաշվի առնելով մեր բնակչության համար կարևոր հանրային առողջապահական ցուցանիշները, մենք սահմանել ենք նաև լրացուցիչ ցուցանիշներ, որ օրինակ, երբ ապահովագրված անձը հանդես է գալիս որպես կամավոր անհատույց արյան դոնոր կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվում են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավող ցուցանիշներ, օրինակ մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորում, ծխելուց հրաժարում
եւ այլն, ապա այդ դեպքում կիրառվում են նաեւ բոնուսների նկատմամբ լրացուցիչ գործողություններ, որոնք ավելի մանրամասն մենք սահմանենք արդեն եւ ընթացակարգերը եւ բոնուսների չափերը առողջապահության նախարարի հրամանով։ Պետք է նշեմ, որ սահմանել ենք նաև, որ վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել տարեկան ապահովագրական վճարի 10%-ը եւ այդ հավաքագրված միավորները տարին լրանալուց հետո արդեն կարող են օգտագործվել մի շարք նպատակներով։ Կարող են օգտագործվել ապահովագրավճարը վճարելու համար, կարող են օգտագործվել կամավոր բժշկական ապահովագրական փաթեթ ձեռք բերելու համար, կարող են վճարվել համավճարների վճարման համար եւ մի շարք եւ կարեւոր նաեւ պետք է նշեմ, չմոռանալ որ օրինակ մարզասրահների, լողավազանների, նաև բաժանորդական վճարների համար։ Ավելացնեմ նաև, որ նախագիծ ուժի մեջ է մտնելու 2029 թվականի հունվարի 1-ից, սակայն նախնական այս հաստատումը մեզ հնարավորություն կտա ոչ միայն էլեկտրոնային գործիքը նախապատրաստել, այլ նաև աշխատանքներ անցկացնել եւ նախապատրաստական այդ աշխատանքները իրականացնել թե կամավոր բժշկական ապահովագրություն դրամադրող կազմակերպությունների եւ իհարկե մարզասրահների, լողավազանների հետ։ Կառավարության հուլիսի 9-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս օրերին գրեթե ամեն օր 10,000-ից ավել ուղևոր մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն։ Փաշինյանը զբոսաշրջային հոսքերի ավելացման մասով հավելեց, որ հունիսի բոլոր ժամանակների համար պատմական ռեկորդ է գրանցվել, եւ այս հարցում ըստ վարչապետի էական դեր է կատարել այն որոշումը, համաձայն որին նոր ուղղություններով ավիաընկերությունների ուղևորների ուղևորահոսքերը սուբսիդավորվում են։ Ես ամենօրյա թվերին հետևում եմ Հայաստան ժամանող ուղևորների, շատ լավ մեծ ուղևորահոսքեր կան եւ ուզում եմ էտել մենք արձանագրենք որպես արտահանման մի ճյուղ, որովհետեւ զբոսաշրջիկները գալիս են այս օրերին օրինակ համարյա ամեն օր 10,000-ից ավելի ուղևոր մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն։ Ընդ որում մի օր 10, 11,000, 12,000։ Հիմա ես խնդրել եմ ինձ ամենօրյա տեղեկանքները տալիս են տարբերակված տրանզիտ ուղևորներին եւ Հայաստան մուտք գործող ուղևորներին, ընդ որում լավ միտում էլ կա, կարող է մարդիկ ուղղակի օգտվելով առիթից եւ նաեւ Հայաստանի ճանաչելիությունը, քանի որ բարձրացել է առիթից օգտվելով, որ Հայաստանով երրորդ երկրներ են ուղևորվում կամ հակառակ ուղղությամբ, առիթից օգտվում են 1 օրով, 2 օրով դուրս են գալիս Հանրապետությունում շրջում են կամ Երևան են գալիս կամ Էջմիածին են գնում կամ Փարաքար են գնում, չգիտեմ, եւ դա նույնպես շատ էական ազդեցություն է ունենում։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարությունում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ Մխիթար Հայրապետյանը ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում։ Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, վարչապետը նշեց, որ հիմա քննարկում են եւ լուծումներ լինելու դեպքում կտեղեկացնեն։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով թրիփի մասին նշեց, որ Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև թրիփը գլոբալ նախագիծ է եւ գնալով այդ նախագծի արժեքն ու նշանակությունը մեծանալու է։ Թրիփ նախագծի շրջանակներում որևէ կոնսպիրացիա չկա։ Հայաստանը պետք է ապաշրջափակվի եւ տարածաշրջանը պետք է ապաշրջափակվի։ Այսինքն գնացքը պետք է գնա գա, ավտոմեքենան պետք է գնա գա, էլեկտրական հոսանքի տարանցում պետք է լինի, հնարավոր է գազամուղեր, նավթամուղեր, խողովակաշարեր, մալուխներ, այստեղ մտահոգությունը ո՞րն է։ Մենք թափանցիկ ենք, ցանկացած հարցի կարող ենք պատասխանել եւ պատրաստ ենք պատասխանել եւ այս ուղերձն ենք տվել։ Մտահոգություն, շատ լավ, պետք է ձևակերպել մտահոգությունը ինչի մեջ է, մենք համոզված ենք, որ բոլոր մտահոգությունները կփարատվեն։ Եվ մենք շարունակելու ենք բոլոր մեր գործընկերների, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև սա գլոբալ նախագիծ է եւ գնալով հասկանալի է այդ նախագծի արժեքը եւ նշանակությունը ավելի մեծանում է եւ մենք էլ ուզում ենք րոպե առաջ սկսել դրա իրականացումը, րոպե առաջ,
Ինչքան հասկանում եմ, ամերիկյան կողմն էլ է դա ուզում, հիմա պետքա ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի հույս ունեմ այս տարվա մեջ աշնանը արդեն գետնի վրա առաջին աշխատանքները իրականացվեն։ Շատ կարևոր է, որ թրիփ նախագծի ոչ ուղղակի նախագծի շրջանակներում չէ, բայց այդ գործընթացը իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու։ Եվ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Այսինքն այստեղ այս դետալները հաշվի առնելով թրիփ նախագծի իրականացումը անկեղծորեն եւ ուղղակիորեն բխում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։ Շարունակելով ճեպազրույցի թեման, սահմանազատման հետ կապված այն ինչ տեղի է ունենում հրապարակային կոմունիկացվում է, այսինքն եթե պաշտոնական հաղորդագրություն չի եղել, նշանակում է կարևոր նոր զարգացում չկա։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է սահմանազատման գործընթացը։ Այս համատեքստում անդրադառնալով խնդիրների լուծմանը Փաշինյանը նշեց, որ կա լուծման երկու տարբերակ։ Սահմանազատման հետ կապված են ինչ տեղի է ունենում, դա հրապարակային կոմունիկացվում է, այսինքն եթե հաղորդագրություն չի եղել պաշտոնական, նշանակում է որևէ նոր զարգացում չկա։ Ինչ վերաբերում է անկլավների թեմային, էքսկլավ անկլավի թեմային, դրա մասին ես խոսել եմ, այդ թվում նախընտրական շրջանում, եւ մենք պետքա բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք, եւ ելի ասում եմ, ուզում եմ հիշեցնել, որ մենք նույնպես այդ թեմայով մեղմ ասած շահագրգռություն ունենք, որովհետև Արցախաշեն գյուղը էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է Հայաստան համաձայն 1991 թվականի Ալմաթայի հռչակագրով արձանագրված սկզբունքների։ Այսինքն, եթե օրինակ ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետք է գնանք եւ այդ հարցին լուծում տանք, ինչպիսին կլինեն լուծումները, այդ արդեն քննարկման հարց է։ Ես ուզում եմ նաեւ հետեւյալը ասել, որ մենք այդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում արտաքին օգտագործմամբ չկիրառվի։ Հարցը կա, հարցը պետք է հասցեագրվի։ Այն համաձայն 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի եւ այն քարտեզների, որոնք դրվում են սահմանազատման հիմքում։ Այդ խնդրի լուծման երկու տարբերակ կա։ Տարբերակ 1, որ տարածքը որևէ անկլավի կամ էքսկլավային կամ անկլավային կարգավիճակով մնում է, շարունակում է մնալ այն երկրի տարածք, որին դե յուրե պատկանում է, կամ մենք պայմանավորվում ենք եւ տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ։ Ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դիտարկմանը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի փաստերը եղել են նաև նախկինում, բայց չեն օգտագործվել, իսկ այժմ դրանք որպես մահակ օգտագործվում են ընդդիմադիրների դեմ, նշեց, որ 8 տարի ստիպված են եղել պայքարել, այդ թվում դատաիրավական մաֆիայի դեմ, եւ հիմա Հայաստանի ժողովրդի եւ կառավարության ակնկալիքն այն է, որ դատաիրավական համակարգը գործի նորմալ։ 8 տարի մենք ստիպված ենք եղել պայքարել այդ թվում դատաիրավական մաֆիայի դեմ եւ այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվել եւ այդ գործերը, որոնք պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով եւ մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ եւ դատաիրավական համակարգը այդ թվում նորմալ չի գործել։ Հիմա Հայաստանի ժողովրդի եւ կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի, որպեսզի դա նաեւ նրա մասին է խոսում, որ մինչեւ հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական
մակարդակի ինչ որ խնդիրներ շարունակում են դες տեղապտույտի վիճակում հայտնվել։ Օրինակ, ասում են, որ քաղաքական հետապնդում, ես ասում եմ, որ ընդհակառակը տեղի է ունեցել մինչև վերջերս քաղաքական չհետապնդում, որովհետև այդ թվում պետական համակարգում գործող շոշափուկները նախորդ քաղաքական իշխանությունների պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար։ Եվ դրա վերջը պետքա տրվի, եւ դրա վերջը պետքա տրվի այդ թվում ժողովրդի տված մանդատով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29 ներառյալ կգտնվի արձակուրդում։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Փաշինյանն իր արձակուրդը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին նահատակված գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։ X-ի սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահը եւ հայերենով հրապարակել է ուղերձ։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից հուլիսի 8-ին իրականացված հարձակման հետևանքով երկրի 5 նահանգներում զոհվել է 14 մարդ։ Հարձակումների հետևանքով վիրավորվել է 78 մարդ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան կողմի գործողությունների հետևանքով վնասվել է Թեհրանից դեպի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաք տանող երկաթուղային գծի մի հատվածը։ Հիշեցնենք, որ հենց Մաշհադում այսօր պետք է տեղի ունենա ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը։ Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել են, որ հուլիսի 8-ին նոր հարվածներ են հասցրել Իրանին, Հորմուզի նեղուցը նավագնացության համար բաց պահելու նպատակով։ Ամերիկյան հարվածներից հետո Իրանը պատասխան հարձակումներ է իրականացրել Քուվեյթի եւ Բահրեյնի ուղղությամբ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հուլիսի 9-ին հայտարարել է, որ Իրանի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումն է հանգեցրել ԱՄՆ-ի կողմից նոր հարձակումների։ Հենց Իրանն էր, որ Օմանի ջրերում նավարկող նավերը թիրախավորեց, խախտեց իր սեփական հանձնառությունները, ինչպես նաև միջազգային իրավունքը, հայտարարել է Բարոն։ Նա կարծիք է հայտնել, որ Իրանը խախտել է Միացյալ Նահանգների հետ նախորդ ամիս ձեռք բերված համաձայնագիրը։ Բարոն հանգստության կոչ է արել հակամարտող ուժերին, ասելով, որ այս տեսակի գործողությունները պետք է անպայման դադարեցվեն, որպեսզի այս կարևոր բանակցությունները շարունակվեն հնարավոր լավագույն պայմաններում։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մեկնաբանությունները Թեհրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի վերաբերյալ։ Մարկ Ռյուտեի քանիցս հնչեցված խոստովանություններն այն մասին, որ Եվրոպան գիտակցաբար ներգրավված է եղել Իրանի դեմ Ամերիկա-իսրայելական պատերազմում, եւս մեկ անգամ հաստատում են, որ նրանք չեզոք կողմ չեն եղել այս դաժան եւ անօրինական ագրեսիայի ընթացքում։ X-ի իր էջում գրել է Բաղային։ Նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը համարել է շողոքորթություն։ Վաշինգտոնի աչքերում անարդյունավետ կազմակերպությունը չի կարող արդյունավետ դառնալ շողոքորթության միջոցով, եւ ոչ էլ նման մանիպուլյատիվ շողոքորթությունը երբևէ կարող է վերականգնել շողոքորթողի սեփական ինքնահարգանքը եւ անձնական ազնվությունը, գրել է Բաղային։ Ավելի վաղ Ռյուտեն իր աջակցությունն էր հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա վերջին հարձակումներին, նշելով, որ դրանք բացարձակ անհրաժեշտ էին։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ հուլիսի 10-ից ուժի մեջ է մտնում ծնողական ժամ կարգավորումը։ Աշխատող ծնողները, այդ թվում խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։ Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա և գործատուն չի կարող մերժել այն։ Կարևոր է իմանալ, ծնողական ժամ կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում միջին աշխատավարձը։
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Դրանց չափերը հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը որոշվում են բժշկական հաստատությունների կողմից։ Այս մասին հայտնում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից, նշելով, որ կառույցը օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում դիտարկում է, որպեսզի դրանք չգերազանցեն սահմանված առավելագույն շեմը։ Նշենք, որ մի խումբ օգտատերեր գրառումներով ահազանգել էին, որ պոլիկլինիկաներում երեխաներին նեղ մասնագետի մոտ ուղղորդելը դարձել է համավճարով, մինչդեռ նախկինում դա եղել է անվճար։ Հանրապետության հրապարակում հուլիսի 12-ին նշվելիք Վարդավառ 2026 տոնակատարությամբ պայմանավորված նույն օրը ժամը 7:24:00 ներառյալ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ եւ հարակից փողոցներ։ Փակ կլինի նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը հուլիսի 11-ին ժամը 18:00-ից հուլիսի 12-ը ժամը 24:00 ներառյալ։ Գանք այլ թեմաների։ Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել եւ ձերբակալել են կասկածյալի, որը հուլիսի 7-ից 8-ը գիշերային ժամերին ներխուժել էր Ստամբուլի Ակտյուար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք եւ վնասել 6 դամբարան եւ աղբյուր։ Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։ 2026 թվականի հուլիսի 10-ին իրավապահ մարմինները կասկածյալի նախբերման են ենթարկել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ապա կալանքի միջնորդությամբ վերջինիս ուղարկել են դատարան։ Այս պահին ընթանում են միջադեպի բոլոր հանգամանքները պարզելուն ուղղված աշխատանքներ։